Մեր խաղը հիշեցնեմ, որ մեր խաղի գլխավոր հովանավորն է Armentel-ը, Armentel Mobile։ Եկեք խոսենք։ Իսկ այժմ մեր ընտրական հարցը եւ այսպես ուշադրություն։ Հանրահայտ երգի բառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ։ Երթանք, քելե, մեր երգիր, քելե լավ։ Ճիշտ հերթականությունը հետևյալն է։ Քելե լավ, քելե, երթանք, մեր երգիր։ Տեսնենք, թե ովքեր ճիշտ կողմնորոշվեցին, ով էր առաջինը այս անգամ։ Գրեթե բոլորը, բայց առաջինն էր Վահե Թորոսյանը։ Ողջունում եմ ձեզ, վաղտը ձեզ էլ ժպտաց այսօր, պատրաստ եք խաղը սկսել։ Հիշեցնեմ միայն մեր հեռուստադիտողներին, որ մեր խաղի հովանավորն է նաև Էդեմ խանութ սրահը։ Էդեմ խանութ սրահի հմուտ դիզայներները կօգնեն ձևավորել ձեր բնակարանը լայն տեսականուց ընտրելով լավագույն տարբերակը։ Էդեմ դրախտային ինտերիեր ձեր բնակարանում։ Իսկ այժմ անցնենք խաղի։ Ընտրեմ։ Վահե Թորոսյանի հետ ենք խաղում ենք, ով է ուզում դառնալ միլիոնատեր, կրկին ողջունում եմ ձեզ Վահե, շնորհավորում եմ։ Երկրորդ մասնակիցն եք դուք, սուրճ ըմպում եք։ Ոչ։ Ընդհանրապես։ Իսկ Grandus սուրճ հետեւաբար չեք փորձել երբեք։ Կարծում եմ, որ փորձեք սկսեք ըմպել է, որովհետև Grandus սուրճը բացի այդ, որ մեր խաղի հովանավորն է, այն շատ յուրահատուկ բուրմունք ունի, կարող եք համոզվել ինքներդ։ Շնորհակալություն։ Չէ, փաստորեն ես մենակ եմ ըմպելու այս սուրճը։ 15 հարց, 2 անձեռնմխելի գումար 8000 դրամ եւ 250,000 դրամ։ Դուք ունեք նաեւ 3 օգնության հնարավորություն 50-50 տարբերակը, զանգ ընկերոջը, որը ներկայացնում է վինի բնական հյութերը եւ դահլիճի օգնությունը, որը ներկայացնում է Գեղարդ մսամթերքի կոմբինատը։ Գումարը, որը կվաստակեք խաղի ընթացքում, ես կհանձնեմ Հայկոնում բանկի պլաստիկ քարտերով 8000 դրամից 125,000 դրամ Սիրուս Մայստրո պլաստիկ քարտով, 250,000 դրամ Արքա կլասիկ պլաստիկ քարտով, կես միլիոն դրամը արդեն Mastercard ստանդարտ պլաստիկ քարտով եւ 1 միլիոնից 5 միլիոն դրամը Հայկոնում բանկի Mastercard Gold պլաստիկ քարտով Ամիրան 23 կոտորակը 1 հասցեում գտնվող գրասենյակից այն կարող եք ստանալ։ Այսքանը։ Ում հետ եք այսօր մեր խաղի։ Ընկերոջս Հովիկի։ Հովիկի հետ ողջունենք Հովիկին։ Իդեպ մեր խաղի հովանավոր Հայկոնում բանկը ներկայացնում է Европay International միջազգային վճարային համակարգի հեղինակավոր Eurocard Mastercard պլաստիկ քարտերը։ Այսքանը խաղի մասին։ Կարող ենք անցնել խաղի։ Սկսում ենք մեր խաղը Վահե Թորոսյանի հետ։ Առաջին հարց եւ 500 դրամ։ Մածուն գումարած ջուր, հավասար։ Թթվասեր, հումսեր, կատնաշոր, թան։ Թան, իսկ թան ըմպում եք։ Թան ըմպում եք, շատ բարի եւ դա ճիշտ պատասխան է։ Երկրորդ հարց եւ 1000 դրամ։ Ծնվելուց հետո մարդու վրա մնացող ամենաառաջին սպին կոչվում է։ Պորտ, այրոպորտ, Պորտ Սաիդ, Պորտուգալիա։ Պատասխանապորտ։ Այո, մարդու մարմնի վրա դուք իրավացի եք։ 2000 դրամ, երրորդ հարց։ Ապշած աշխարհագրական օբյեկտ Դուրյանի հայտնի բանաստեղծությունը։ Գետակ, լճակ, արվակ, ձորակ։ Պատասխանաբար լճակ։ Պետրոս Դուրյանի այդ հայտնի բանաստեղծությունը ինչու ապշած ես։ Լճակ, այո, դուք իրավացի եք։ 4-րդ հարց եւ 4000 դրամ։ Երբ են ժամացույցի սլակները կազմում 90 աստիճանի անկյուն։ 9-ից 15, 15-ից 45, 21:00-ին, 21-ից 45 րոպեին։ Պատասխան G 21:00։
ժամացույց ունեք, կարող եք օգտվել, եթե ցանկանում եք։ Հա? Ես գիտեմ չի կարելի։ Չէ, կարելի է, ոչինչ։ Ժամը 15:45 րոպեին։ Հիմա էլ 15:45։ բայց որտեղ է մեզ մոտ 15:45։ Այսինքն, երբ մեծ սլակը ժամը 5:03-ի վրա է, հա? Եվ փոքրը Ասենք սլակների տարբերությունն է, 90 աստիճան, անկյուն։ Երբ են կազմում սլակները։ 9:15 21:45 15:45 Այ, հերթով փորձենք հասկանանք։ Բայց օգնության հնարավորություն էլ ունեք, բացի ձեր ժամացույցից։ Կարող եմ նաև իմ ժամացույցը տրամադրել։ Այս տարբերությունը քիչ է։ Գիտեք ինձ ուղղակի հարցը ճիշտ չեմ հասկանում, երբ ժամացույցի սլակները։ Ժամացույցի սլակները երբ են կազմում 90 աստիճանի անկյուն։ Այսինքն ժամի եւ րոպեի սլակների միջև ընկած 90 աստիճան անկյուն։ Երբ են կազմում, որ ժամին է դա տեղի ունենում։ 21:45 Պատկերացնում եք դա։ Այսինքն, ոնց կստացվի դա, մեծ սլակը ժամը 9 21:45 չի կարելի։ չի ստացվում։ Երբ են ժամացույցի սլակները կազմում 90 աստիճանի անկյուն։ 9:15, 15:45, 21:00, 21:45։ Աստիճան 9:15 Տեսնում եք, սուրճ չեք ըմբում, դրանից է այդպես։ Գրանդո սուրճը միշտ օգնում էր մեր բոլոր խաղացողներին։ Որ հրաժարվեցիք, հիմա 21:00 պատասխանը։ վերջնական պատասխանը։ Ընդունում եմ ձեր պատասխանը։ Այո, 21:00 աստիճան։ 5-րդ հարց եւ առաջին անձեռնմխելի գումարը 8000 դրամ։ Ինչ էր Ալեքսանդր Մակեդոնացու մոր անունը։ Սպարտակիադա, Օլիմպիադա, Վիկտորինա, Սպորտլանդիա։ Պատասխանը Վիկտորինա։ Իսկ ինչու ոչ մնացած տարբերակները։ Սպարտակիադա, Օլիմպիադա, Սպարտակիադա, Օլիմպիադա, Վիկտորինա, Սպորտլանդիա։ Բառերը ինչ են նշանակում այս անունները։ Ծանոթ են բոլորը կարծում եմ, հա։ Օրինակ Սպորտլանդիա կամ Վիկտորինա։ Սպարտակիադա։ 3 հնարավորություն ունեք օգնության։ Իսկ կարդացել եմ գիրքը, ուղղակի չեմ կարող էլի լավ մտաբեր են վաղուց է եղել դա։ Դալիճի օգնության։ Բարի, Դալիճի օգնության։ Հովանավորն է Գեղարդ մասնամթերքի կոմբինատը։ Հարգելի հյուրեր, խնդրում եմ ձեր վահանակների օգնությամբ օգնեք Վահեին պատասխանել հետևյալ հարցին. Ինչ էր Ալեքսանդր Մակեդոնացու մոր անունը։ Սպարտակիադա, Օլիմպիադա, Վիկտորինա, Սպորտլանդիա։ Խնդրեմ, կարող եք կատարել ձեր ընտրությունը։ Գեղարդը ներկայացնում է հատուկ խորովածի համար նախատեսված Նյուրնբերգյան նրբերշիկներ, որոնք այս ամռան տափին կարող եք ճաշակել ձեր տանը, ամառանոցում եւ բնության գրկում։ Գեղարդ, մենք արտադրում ենք ձեզ համար։ Եվ այսպես, Դալիճի 14%-ը կարծում է, որ Սպարտակիադա էր Մակեդոնացու մոր անունը, 45%-ը հակված է Օլիմպիադա տարբերակին, 31%-ը Վիկտորինա եւ 10%-ը Սպորտլանդիա տարբերակին։ Այսպիսի պատկեր ունեցանք։ Երևի վստահ եմ Դալիճ։ Ստանում եք Դալիճը։
Ձեր պատասխանը։ Պատասխան B Օլիմպիադա։ Ես ընդունում եմ ձեր պատասխանը։ Շնորհակալություն Դալիճին եւ դուք վաստակեցիք առաջին անձեռնմխելի գումարը։ Այո, Օլիմպիադա է։ Հայկոնոմբանկը ներկայացնում է Mastercard Standard Plastic քարտը, որի միջոցով կարող եք գործարքներ կատարել աշխարհի յուրաքանչյուր եւ ցանկացած վայրում միաժամանակ ապահովելով թե բարձր հուսալիություն, թե հարմարավետություն։ Հայկոնոմբանկ Mastercard Standard Plastic Card։ Իսկ մենք շարունակում ենք մեր խաղը Վահե Թորոսյանի հետ։ 6-րդ հարց 16000 դրամ։ Նշվածներից որը չի եղել ամենայն հայոց կաթողիկոսների նստավայրը։ Էջմիածին, Տվին, Սեբաստիա, Երևան։ Էջմիածին եղել է բնականը։ Տվին, Սեբաստիա, Երևան։ Այժմ որտեղ է նստավայրը։ Էջմիածին։ Նշանակ եղել։ Երևի պատասխան D Երևան։ Վերջնական պատասխանը դա։ Պատասխան D Երևան։ Ես ընդունում եմ ձեր պատասխանը։ Իսկ ինչու եք կարծում, որ եղել է նաև Սեբաստիայում։ Ասենք հին քաղաքներ, որպես Դվին, Սեբաստիա, ասենք կլինի Երևանը այդքան հին չէ։ Չէ, նո, ասենք հին է, բայց Դվին, Սեբաստիա, ասենք ավելի Երևան։ 12 անգամ փոփոխվել է նստավայրը։ Դեպս։ Բայց Երևանը եւս հին քաղաք է, այսինքն նա արդեն կարճ երբ Հայաստանում ընդունվեց քրիստոնեություն։ Կարող էր լինել նաև Երևանում։ Կարող էր, բայց չի եղել, այո, դուք իրավացի եք։ Մենք Սեբաստիայում էլ եղել են նստավայրերը։ 7-րդ հարց եւ 32000 դրամ։ Կենթանակերպի որ համաստեղությունում է գտնվում արևը սեպտեմբերի 1-ին։ Խոյ, կույս, այծեղջյուր, առյուծ։ Երևի առյուծ։ Դուք որ համաստեղության։ Առյուծ։ Առյուծ։ Երբ է այն սկսվում։ Այսինքն առյուծ չի կարանի։ Հուլիսի 22-ից օգոստոսի 22-ը պամույն։ Բայց հետո կույս։ Պատասխան B կույս։ Վերջնական պատասխանը։ Պատասխան B կույս։ Ես ընդունում եմ ձեր պատասխանը։ Առյուծը հուլիսի 20-ից օգոստոսի 21-ը։ Օրերի կանակով այս կույսը 22-ից 21 կույսը եւ համապատասխանաբար սեպտեմբերի 1-ը, այո։ Կույս համաստեղության 8-րդ հարց եւ 64000 դրամ։ Որ քաղաքի մոտ էր բնակվում Հիդրան, որին սպանեց Հերկուլեսը։ Լեռնե, Աթենք, Նեմեա, Օլիմպիա։ Հիդրայի սպանությունը Հերկուլեսի 12 սխրանքներից մեկն էր։ Որ քաղաքի մոտ էր բնակվում այդ Հիդրան։ Որ քաղաքի մոտ էր բնակվում։ Այո, որ քաղաքի մոտ էր բնակվում Հիդրան, որին սպանեց Հերկուլեսը։ Ասենք երևի Աթենք կամ Օլիմպիա, այս երկու տարբերակների Իսկ ինչու ոչ Լեռնե կամ Նեմեա։ Ասենք ծանոթ չեն երևի դրա։ Դրա համար դժվար թե Հիդրան այնտեղ բնակվեր։ Չէ, դժվար չէ, ասենք ես եմ հակված Աթենք եւ Օլիմպիա տարբերակների վրա։ Հասկանալի։ Երկու օգնության հնարավորություն ունենք դեռ։ Ամեն դեպքում։ Ընտրենք 50-50 տարբերակ։ Վերցնենք 50-50։ Բարի։ Հարգելի համակարգիչ, խնդրում եմ հեռացրեք երկու սխալ տարբերակները պատասխանից։ Աթենք եւ Օլիմպիա քաղաքները, որոնց դուք հակված եք, երկուսն էլ
Սխալ տարբերակներ էին։ Լեռնե եւ Նեմեա այդ երկու քաղաքները մնացին։ Մոտավորապես պատկերացնում եք, որ երկրում են գտնվում այդ քաղաքները։ Հարապես անծանոթ են, չեք լսել ինտեղ։ Երևի պատասխան Նեմեա։ Իսկ ինչու ոչ ալերն է։ Նույն հաջողության։ Ինտուիցիայի պահ։ Այսինքն այս պահից արդեն ինտուիցիայով։ Դե եթե չգիտեմ, ծանոթ չեմ ուղղակի։ Եվ որևէ մեկը չկա, որ կարող է իմանալ կոնկրետ տեսարցի շուրջ չէ։ ունեք դեռ մեկ օգնության հնարավորություն։ Ասենք երկուսն են նույն տարերի քանակն է, 6 տարերի քանակ ասենք էլի ինտուիցիայով։ Պատասխան լեռն է։ Մտափոխվեցիք։ Ահա։ Ինչու։ Ուղղակի մտաբերեցի լեռն է բարը Լեռներ բարի։ լեռն է բարը ուղղակի վերիչեցի լեռն է պատասխան ահա։ Բայց հիդրայի հետ չկանով է կապված ձեր։ Չեք ուզում օգտվել ձեր երրորդ հնարավորության օգնությունից։ Ճիշտ երրորդ օգնության հնարավորությունից։ Որովհետև սա 8-րդ հարցն է, որի արժեքն է 64,000 դրամ, սխալ պատասխանի դեպքում 24,000 դրամ դուք կկորցնեք եւ խաղը մենք չենք շարունակի այլևս։ Դուք ունեք ներկայումս վաստակած 32,000 դրամ։ Դա ձեր գումարն է այս պահին։ Կարող եք հարաբերս չպատասխանել։ Գումարի հետ որոշել եք ինչ եք անում։ Չէ, Ճիշտ ասած որ չհասցրեցիք, չեք մտածել։ Ձուկը ծովում, հա, ինչպես ասում։ Չէ, ձուկը ծովի բազարի հարցը չի, ուղղակի Հիմա չեմ մտածում ես գումարի համար, հիմա ասենք Ինչ եք կարծում ներկայումս։ Ինչ եք մտածում, ինչի մասին եք մտածում։ Լավ, ընտրել եմ առաջի տարբերակը, թող լինի առաջինը Նեմեա, վերջնական պատասխանը։ Վերջնական պատասխանը դա։ Չեմ փոխել։ Ընդունում եմ ձեր պատասխանը։ Դուք մտափոխվեցիք երկու անգամ։ Նախ պատասխանեցիք Նեմեա, հետո մտափոխվեցիք Լեռնե։ Ինչ եք կարծում, ճիշտ էր ձեր պատասխանը, թե ոչ։ Հիմա սխալ է։ Նեմեայում Հերկուլեսը եւս սպանություն կատարեց, բայց առյուծին սպանեց։ Նեմեայի առյուծին։ Իսկ Լեռնե քաղաքի մոտ գտնվող ճահճում ապրում էր միգրանտ, որին սպանեց Հերկուլեսը։ Լեռնեն էր ճիշտ պատասխանը, անմետքում դուք ռիսկի դիմեցիք եւ հետաքրքիր խաղ էր կարծում եմ։ Ամեն դեպքում ունեք վաստակած անձեռնմխելի գումար, միևնույն է այդ գումարը ձերն է եւ այն ես ձեզ հանձնում եմ Հայ-Էկոնոմ բանկի Սիրուս Մայեստրո պլաստիկ քարտով, Վահե, շնորհակալություն խաղի համար։ Մեր այսօրվա խաղն ավարտվեց, հիշեցնեմ, որ մեր խաղի գլխավոր հովանավորն է Armentel-ը, Armentel Mobile, եկեք խոսենք։ Դիտեք մեր խաղը, մասնակցեք մեր խաղին, եղեք երջանիկ, հարուստ եւ միլիոնատեր կհանդիպենք։